Ողջույն։ Մեր թվակությունից առաջ 259 թվականին ծնվել է ինչ շենը, Միացյալ Չինաստանի առաջին կայսրը։ Ներկայացնեմ հետևյալ գիրքը։ Գիրքի հեղինակը Մարկ Լյուիս, Իմպերիայի Древнего Կիտая։ Գիրքը հրատարակել է Center Polygraph հրատարակչությունը 2016 թվականին։ Մեր թվակությունից առաջ 246 թվականին ինչ շենը ստանում է ցին իշխանապետության գահը։ Արդեն մի քանի դար տեղի են ունենում արյունալի պատերազմներ չինական տարբեր իշխանապետությունների միջև։ Ինչ շենի կառավարման ժամանակ մնացել են 7, որոնցից ամենահզորը ցինն էր։ Ի վերջո, ցինը հաղթում է բոլորին եւ մեր թվակությունից առաջ 221 թվականին ինչ շենը միավորում է Չինաստանը։ Նա դառնում է Միացյալ Չինաստանի առաջին կայսրը, ընդունելով Ցին Շի Հուանդի անունը։ Երկրի մայրաքաղաք է դառնում Սյանյան քաղաքը։ Ցին Շի Հուանդին սկսում է կառուցել չինական առաջին պատը՝ Լինցյու ջրանցքը, այրում է կոնֆուցիականների գրքերը։ Իր կառավարման ժամանակ միլիոնավոր մարդիկ են մահանում իր նախագծերին մասնակցելու հետևանքով։ Նա մահանում է մեր թվակությունից առաջ 210 թվականին, երկրով ճանապարհորդելու ընթացքում։ Պահպանվել են չինական առաջին կայսր դամբարանը, պահապան, թրծված կավե զինվորներ արցնախումբ բանակը։ Իր մահից հետո ենթակա պետությունները ապստամբում են։ Տարբեր զորավարների միջև սկսում են պատերազմներ։ Ցին կայսրությունը կործանվում է մեր թվակությունից առաջ 206 թվականին։ Սկսվում է քաղաքացիական պատերազմ։ Ի վերջո, այդ քաղաքացիական պատերազմում հաղթում է Լու բանը։ Եվ մեր թվակությունից առաջ 202 թվականին հիմնում է Han կայսրությունը, որը գոյատևում է մինչև մեր թվակության 220 թվականը։ Han կայսրության պատմությունը բաժանվում է երկու ժամանակաշրջանների։ Արևմտյան Han կայսրություն մեր թվակությունից առաջ 202-ից մինչև մեր թվակության 9 թիվ մայրաքաղաքը Չանան, եւ արևելյան Han կայսրություն մեր թվակության 25 թվականից մինչև մեր թվակության 220 թվականը մայրաքաղաքը Լոյան։ Han կայսրությունը ընդմիջվել է Վան բանի կառավարմամբ 9-ից 25 թվականներ։ Han կայսրության հիմնական հակառակորդ հյուսիսում դա Սյունն ու ցեղապետությունն էր, որի դեմ մղվում էին մշտական եւ արյունալի ու դաժան պատերազմներ։ Han կայսրության ժամանակ չինացիները ներթափանցում են Օրդոս, Տիբետ եւ այսօրվա Ույգուրստանի տարածք։ Շուտով դիվանագիտական եւ առևտրային կապ են հաստատվում Պարթևստանի եւ Հին Հռոմի հետ։ Դա Ուդի կայսեր կառավարման ժամանակներն էին։ Վերջինիս կառավարման ժամանակ Սիմացյանը գրում է բազմատորյա Չինաստանի պատմությունը։ 105 թվականին Ցայլունը ստեղծում է թուղթը, չինացիները հայտնագործում են վարոդը եւ այլն։ Մեր թվարկության երկրորդ դարի երկրորդ կեսում Han կայսրությունը սկսում է թուլանալ։ Պալատական ներքինները մեծ դեր են ստանձնում պետությունում։ Երկրի ներսում ուժեղանում են տեղական իշխանավորները եւ զորավարները։ Շուտով տեղի ունենում գյուղացիական հուժկու ապստամբություն։ Ի վերջո 220 թվականին Սյանդի կայսրը հրաժարվում է գահից։ Չինաստանը բաժանվում է 3 մասի, սկսվում է եռաթագավորության ժամանակաշրջանը։ Բայց այսօր այսքանը Չինաստանի մասին։ Շնորհակալություն ուշադրության համար։